Հարգելի պաստոր Բըրնս, մեծ հաճույք է կրկին խոսել ձեզ հետ և շատ շնորհակալություն այն ամենի համար, ինչ դուք անում եք։ Վերջին տեսանյութը, հարցազրույցը ձեզ հետ, իսկապես շատ արագ տարածվեց, և դա պարզապես զարմանալի է։ Շատ մարդիկ այն թարգմանեցին բազմաթիվ լեզուներով, որպեսզի ձեր պատգամը տարածվի իրենց լեզվով, իրենց երկրում։ Եվ նրանք անչափ ոգեշնչված և տպավորված էին ձեր անկեղծությամբ, ձեր քաջությամբ, մենք իսկապես գնահատում ենք դա։ Չգիտեմ, բառերս չեն բավականացնում, որովհետև դուք իսկապես ոգևորում եք շատերին։ Հատկապես հաջորդ տեսանյութում, երբ աջակցեցիք Ալ-Լատրայի կամավորներին։ Նրանք ուղղակի անսահման շնորհակալ են ձեզ։ Եվ ոչ միայն Ալ-Լատրայի կամավորները, որովհետև դուք պայքարում եք մարդու իրավունքների պաշտպանության համար և բոլոր նրանց համար, ովքեր հետապնդվել են։ Այո, Նրանց համար, ում մարդու իրավունքները խախտվել են, ում կրոնական ազատությունները ոտնահարվել են։ Եվ ինչպես ասացիք, դուք ոչ ծախերի և ոչ էլ աջերի կողմից եք, այլ պաշտպանում եք մարդու իրավունքները։ միանշանակ։ Շնորհակալություն ձեր դիրքորոշման համար։ Դե, դա հեշտ է, երբ ճիշտ ես վարվում։ Այսինքն, մենք հիմա այստեղ ենք, Վաշինգտոնում, Աստվածաշնչի թանգարանում։ Նախագահը, որին ես համարում եմ մեր ժամանակի ամենամեծ նախագահը, հեռու է այստեղից ընդամենը մի քանի քայլ։ Եվ նա նույնպես հետապնդվել է, պարզապես իր ինքնությունը պահպանելու համար։ Քաղաքական հետապնդումների է ենթարկվել։ Եվ պետք է հիշել, որ նա անցել է դժոխքի միջով։ Նրա վրա բարդեցին այն ամենը, ինչ կարող էին։ Ուստի նրա սիրտը բաց է այն կազմակերպությունների համար, որոնք կանգնած են արդարության, իրավունքների և խաղաղության համար։ Նրանք հետապնդվում են արդարության համար։ Իսկ դուք ունեք նույն ոգին, ինչ նախագահ Թրամփը։ Ինչ էլ որ կանգնած լինի ձեր դեմ, դուք կպայքարեք, կհաղթահարեք ու կշարունակեք առաջ գնալ։ Եվ ես պարզապես շնորհակալ եմ, որ դուք կաք և այն ամենի համար, ինչ անում է Ալ-Լատրան։ Շատ շնորհակալություն ևս մեկ անգամ, որովհետև դուք իսկապես մարդկանց ուժ եք տալիս, վերադարձնում եք հույսը։ Եվ իհարկե, ինչպես դուք ասացիք, մեր կամավորները միշտ ասում են, ինչ էլ լինի, մենք առաջ կգնանք։ Իսկ երբ հանդիպում ենք նոր մարդկանց, տեսնում ենք, որ ուրիշներն էլ են կանգնում այս իրավունքների համար, դա ավելի է ոգեշնչող է, այդպես չէ՞։ Այո, նրանք զարմանալի են։ Կամավորները պարզապես հիասքանչ են։ Եվ շնորհակալություն բոլորին ծննդյանս օրվա շնորհավորանքների համար։ Դա օրհնություն էր ինձ համար։ Ես այնքան ուրախ էի։ Ձեր տեսանյութը և Ալ-Լատրայի կամավորների տեսանյութերը ողջ աշխարհից շատ հուզեցին ինձ։ Ես ցույց եմ տվել իմ անձնակազմին և եկեղեցու անդամներին այդ սիրո ու բարության դրսևորումները։ Շնորհակալ եմ բոլորին դրա համար։ Դա ինձ շատ երջանիկացրեց։ Իմ ծննդյան օրը խաղաղության միջազգային օրն է, սեպտեմբերի 21-ը, և ես շատ շնորհակալ եմ, որ իմ ծննդյան օրը համընկնում է խաղաղության միջազգային օրվա հետ, և որ այդ օրը բարեմաղթանքներ ստացա Ալ-Լատրայի ընտանիքից։ Դա կատարյալ համադրություն է։ Կարծում եմ, դա պատահական չէ, այդպես չէ։ Ոչ, ես չեմ կարծում, թե պատահականություն է։ Այսօր կարծում եմ շատ լավ կլինի խոսել խաղաղության մասին, համաձայն եք։ Այո, Եվ իրականում այն մասին, թե ինչ է տեղի ունենում աշխարհում։ Եթե գլոբալ նայենք, կտեսնենք, որ շատ բաժանում կա, շատ ատելություն։ Մենք տեսնում ենք խումբեր, տեսնում ենք, որ մարդիկ իսկապես հետապնդվում են, տառապում են։ Եվ հասկանում ենք, որ դրան պետք է վերջ դրվի։ Այսպես այլևս հնարավոր չէ շարունակել։ ճիշտ եք։ Արդեն բավական է։ Եվ ահա դուք նախաձեռնեցիք հոգևոր դիվանագետները նախագիծը։ Այո, Կարող եք մարդկանց ավելի մանրամասն ներկայացնել և բացատրել, թե ինչու է դա այսքան կարևոր հենց հիմա և որոնք են հիմնական կետերը, որոնց մասին մենք պետք է իմանանք։ հոգևոր դիվանագետները գլոբալ նախաձեռնություն է, որտեղ ներգրավված են իմամներ, քահանաներ, հովիվներ, ռաբբիներ և հոգևոր առաջնորդներ ամբողջ աշխարհից։ Նրանք հասկանում են, որ իրենց վրա դրված պատասխանատվությունը մարդկանց համար է, ոչ թե քաղաքական շահերի։ Մեր նպատակը կոնֆլիկտները վերացնելն է, որոնք ստեղծվում են քաղաքական իշխանության պատճառով, և սովորական տղամարդկանց ու կանանց անունից խոսելը։ Այդ հիանալի հարցազրույցում, որը դուք նկարահանել եք և որը վիրուսային է դարձել, դուք ինձ հարցրեցիք, եթե ես կարողանայի մի բան փոխել, ապա ինչը կլիներ դա։ Եվ ես ասացի, որ իմ ցանկությունն է, որ աշխարհի յուրաքանչյուր մարդ ունենա պաշտպան, ով կխոսի նրա անունից։ Սա են անում հոգևոր դիվանագետները։ Մենք զենք չենք կրում, մենք կրում ենք իմաստություն։ Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մեր ուշադրության կենտրոնում մարդն է։
Հավատքն ու կրոնը կարող են մուտք գործել այն անկյունները, ուր քաղաքական գործիչները չեն կարող։ Այդ նպատակին է ծառայում մեր համաժողովը, որը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Կապիտոլիումում։ Նպատակը ամբողջ աշխարհից հավատքի առաջնորդներին հավաքելն է, ասելու համար. Մենք միասին ենք հանդես գալիս, մենք երկխոսության մեջ ենք, եւ ոչ թե պարզապես երկխոսություն, այլ մենք օգտագործում ենք այս պլատֆորմն ու առաջնորդների ցանցը քաղաքական շրջանակներ մտնելու եւ ձայն չունեցողների անունից խոսելու համար, պաշտպանելով նրանց իրավունքները։ Ես անկեղծորեն ոգևորված եմ Ալլատրայի եւ կամավորների կատարած աշխատանքով։ Հոգևոր դիվանագետը իշխանության չի ձգտում, նա ձգտում է սիրո։ Դա նա է, ով ցանկանում է օգնել առավել անապահովներին, ինչպես Հիսուսն էր ասում, հանել նրանց մոխիրներից, ուստի կարևոր չէ, թե որ հավատքին ես պատկանում, եթե սիրում ես մարդկանց եւ հոգ ես տանում անմեղների մասին։ Պատճառը, թե ինչու են այսօր հոգևոր դիվանագետներն անհրաժեշտ ավելի քան երբևէ, պարզ է։ Մենք կանգնած ենք երրորդ համաշխարհային պատերազմի շեմին։ Տեսնում եք, ինչ է կատարվում Գազայում եւ Իսրայելում, Ուկրաինայում ու Ռուսաստանում, Վենեսուելայում, Սոմալիում։ Շատ վայրերում կոնֆլիկտներ են։ Նիգերիայում քրիստոնյաներին սպանում են։ Հնդկաստանի որոշ շրջաններում մահմեդականներին որսում են, քանի որ նրանք փոքրամասնություն են կազմում։ Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր մայրցամաքում, յուրաքանչյուր քաղաքում լինի հոգևոր դիվանագետ, մեկը, ով սիրում է մարդկանց, որպեսզի մենք անենք այն, ինչ քաղաքականությունը չի կարող։ Ասենք, լսիր, եղբայր իմ, քույր իմ, ինձ համար կարևոր չէ, թե որ երկրից ես, ես քո մեջ իրանցի կամ հյուսիսկորեացի չեմ տեսնում, ես մարդ եմ տեսնում։ Իսկ այդ անմեղ մարդիկ չեն ներկայացնում իրենց կառավարությունը, նրանք պարզապես տառապում են իրենց անպիտան կառավարությունների պատճառով։ Եվ կրկին, ինչպես այսօր հայտնի դարձավ, նախագահ Թրամփը հիանալի համաձայնագիր է նախաձեռնել Իսրայելում եւ Գազայում բռնություններին վերջ տալու համար, որպեսզի երկու կողմերում գտնվող պատանդները, թե պաղեստինցի պատանդները Իսրայելում եւ թե իսրայելցի պատանդները Պաղեստինում, ազատ արձակվեն։ Եվ որպեսզի ահաբեկչական Համաս կազմակերպության գործունեությունը դադարեցվի եւ զրկվի ազդեցությունից, որովհետեւ նրան փոխարինելու պետք է գան նոր իշխանություններ։ Ահա թե որն է հոգևոր դիվանագետի գործը։ Մենք կարող ենք գնալ այդ տարածքներ։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, մարտի 23-ի շարժում, Ռուանդա, այս ամենը դեռ հիմա էլ տեղի է ունենում։ Եվ կան ակտիվ հոգևոր դիվանագետներ, ինչպես ես, ովքեր աշխատում են կուլիսներում։ Ինչպես Ռևերենդ Բիլլի Գրեհեմը, ով օրինակ դարձավ մեզ համար։ Նա սովորեցրեց, ինչպես գնալ Չինաստան եւ քարոզել Աստծո խոսքը, միևնույն ժամանակ քարոզելով միասնություն եւ խաղաղություն, միավորելով Չինաստանն ու Ամերիկան։ Նա այդ գործում կարևոր դեր խաղաց։ Եվ ահա Ռևերենդ Բիլլի Գրեհեմի մոդելով, Մահատմա Գանդի մոդելով, դոկտոր Մարտին Լյութեր Քինգի մոդելով, ինչպես նաև հրեաների, քրիստոնյաների ու հինդու առաջնորդների փորձով, մենք արդեն գիտենք, որ հնարավոր է դա անել ոչ բռնի ճանապարհով։ Այսպիսով սա կոչ է հավատքի տղամարդկանց ու կանանց ամբողջ աշխարհից քայլելու այդ կոշիկներով եւ ասելու. Ես պատրաստ եմ լինել հոգևոր դիվանագետ։ Ես իշխանություն չեմ որոնում, ես խաղաղություն եմ որոնում։ Եվ մենք կարող ենք իրականացնել դա միասին։ Իրականում դրա մասին է, որ ես ուզում էի հարցնել, քանի որ, ինչպես ես արդեն պատմել եմ ձեզ, մեր միասնական հատիկ նախագծի մասին, որի շրջանակներում մենք անցկացրեցինք զարմանալի, իսկապես շատ զանգվածային սոցիալական հարցում։ Այո։ Եվ մարդիկ 180 երկրից պատասխանեցին այս հարցին. Ի՞նչն է մեզ բոլորիս միավորում։ Այո, դա շատ գեղեցիկ էր։ Որպեսզի գտնենք այդ ընդհանուր հիմքը։ Եվ երբ մենք իմի բերեցինք բոլոր պատասխանները, դա պարզապես անհավատալի էր։ Գիտեք, գրեթե բոլորը ասացին, որ դա սերն է։ Այո։ Հարգանքը, եւ որ բոլորն ուզում են ապրել բարեկեցիկ աշխարհում։ Այո։ Իսկ հիմա մեկնարկում է ձեր նախագիծը, հոգևոր դիվանագետները, որն իրականում նպատակ ունի այդ ամենը կյանքի կոչել։ Անշուշտ։ Եվ մինչ այդ դուք ասացիք, ասացեք, խնդրեմ, թե ինչպես կարող է յուրաքանչյուր մարդ դառնալ հոգևոր դիվանագետ։ Նախև առաջ, դուք պետք է իսկապես ունենաք անկեղծ սեր մարդկանց հանդեպ։ Դուք չեք կարող այնքան կենտրոնանալ կառավարությունների վրա, որ անտեսեք մարդկանց տառապանքը։ Սա այն է, ինչ ես տեսնում եմ ամենուր։ Կառավարությունները դիվայնացնում են միմյանց։
Նրանք ասում են. այս մարդը վատն է, կամ այն մարդը ռասիստ է։ Ես ինքս դա իմ աչքով եմ տեսել։ Օրինակ, Ուկրաինայում։ Ես տեսել եմ, թե ինչպես ուկրաինացիներին ներկայացնում էին որպես ռասիստների, կոռուպցիոներների, նեոնացիստների, իբր նրանք չեն հավատում կրոնի ազատությանը։ Եվ ահա նրանք նկարում են այս պատկերները, եւ դուք կարող եք հավատալ դրանց, նայելով հիմնական լրատվամիջոցներին, քանի որ դրանք են ձեր ունեցած բոլոր նորությունները։ Բայց երբ ես գնացի այնտեղ, բացահայտեցի, որ կոնսերվատիվ լրատվամիջոցների պատմածը ամբողջովին հակառակ էր իրական մարդկանց կերպարին, ում ես հանդիպեցի Ուկրաինայում։ Այդտեղ հասկացա, որ սա հին սցենար է։ Նույնը տեղի ունեցավ Վիետնամում, նույնը կատարվում է Ամերիկայում։ Մեզ, ամերիկացիներիս էլ հաճախ նույն կերպ են ներկայացնում, ասելով, որ մենք Աստված չունենք, մենք անաստված ենք, որ մենք օգտագործում ու հալածում ենք մարդկանց։ Բայց իրականում կան շատ հրաշալի ամերիկացիներ, ովքեր սիրում են իրենց երկիրը եւ միևնույն ժամանակ սիրում են աշխարհի մյուս մարդկանց։ Ուրեմն, պետք է նախ սեր ունենաս։ Եվ պետք է պատրաստ լինես չլսելու այն քարոզչությունը, որը բոլոր երկրները միմյանց դեմ տարածում են։ Բոլորն են անում դա։ Պետք է անցնես քարոզչությունից այն կողմ եւ տեսնես մարդու սիրտը եւ հոգին։ Իմ որպես հոգեվոր դիվանագետի նպատակն այն է, որ մենք ոչ միայն ճանաչենք միմյանց, այլ սկսենք իմանալ մեր երեխաների անունները։ Սկսենք ճանաչել միմյանց ընտանիքի անդամներին, եղբայրներին ու քույրերին։ Քանի որ դժվար է պատերազմել այն մարդու հետ, ում երեխայի անունը գիտես։ Այո, դա ճշմարիտ է։ Ուրեմն, ինչպես դառնալ հոգևոր դիվանագետ։ Նախ պետք է սիրել։ Երկրորդ, պետք է գալ մեր միջոցառմանը։ Պետք է հոկտեմբերի 28-ին գալ Վաշինգտոնի Կապիտոլիումի բլուր, քանի որ այնտեղ մենք ավելին կպատմենք, հրավիրում ենք բոլորին գրանցվելուց հետո մասնակիցը ստանում է գեղեցիկ կրծքանշան։ Ես անպայման ձեզ լուսանկար կուղարկեմ։ Յուրաքանչյուր ոք, ով գրանցվում է, կստանա նման կրծքանշան, բայց դուք պետք է ոչ միայն գրանցվեք, այլ պետք է գաք անձամբ։ Առանց մասնակցության գրանցումը վավեր չի համարվի, բայց եթե անձը գրանցվի եւ գա, նա կստանա այդ գեղեցիկ կրծքանշանը հոգեվոր դիվանագետ մակագրությամբ եւ արծվի պատկերով։ Դա մեր կազմակերպության պաշտոնական խորհրդանշանն է։ Եվ կրծքանշանները կբաժանվեն անվճար։ Միջոցառման ընթացքում մարդիկ կիմանան, թե ինչ կարող են անել որպես հոգեվոր դիվանագետներ։ Առաջինը եւ ամենակարևորը սերն է, քարոզչությանը չտրվելը եւ մարդկանց համար պայքարելը։ Նույնիսկ նրանց համար, ովքեր քեզ նման չեն եւ այլ լեզվով են խոսում։ Սերը համընդհանուր լեզու է, եւ ըստ էության դա այն ամենն է, ինչն անհրաժեշտ է։ Շատ շնորհակալություն։ Եվ կարծում եմ դուք արդեն ոգեշնչեցիք բոլորին գալու այդ համաժողովին, որովհետև ես էլ եմ ուզում կրել այդ նշանը։ Ես ուզում եմ գրանցվել հենց հիմա։ Հիանալի է։ Շնորհակալություն ամեն ինչի համար։ Նորից ու նորից շնորհակալություն ձեր բաց սրտի համար։ Շնորհակալություն, որ պատրաստ եք օգնել մարդկանց եւ կանգնած եք մարդկանց կողքին։ Շնորհակալություն ձեզ եւ Ալլատրային այն ամենի համար, ինչ անում եք դուք եւ բոլոր այդ հրաշալի կամավորները։ Ես սիրում եմ կարդալ ձեր հոդվածները եւ ուրախ եմ տեսնել, որ ձեր թիկունքում մի ամբողջ բանակ ունեք, Ալլատրայի բանակը։ Կարծում եմ, որ դա այն պատճառով է, որ դուք սիրում եք մարդկանց։ Միասնական հատիկ ֆիլմում, որը ես դիտեցի, բոլոր մարդիկ ասում էին. սեր, սեր, սեր։ 180 երկրից մարդիկ խոսում էին նույն բանի մասին, սիրո մասին։ Հիսուսն ասել է. «Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով եւ քո ամբողջ մտքով»։ Իսկ երկրորդ մեծագույն պատվիրանն ասում է. «Սիրիր քո մերձավորին ինչպես քո անձը»։ Սա է Ալլատրայի էությունը եւ իմ էությունը։ Հենց դա է պատճառը, որ մենք այդքան լավ ենք աշխատում միասին։ Շատ շնորհակալություն։ Աստված օրհնի բոլորիդ։